Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում կրթության, գիտության ոլորտին, գործարար ոլորտին եւ ունենում ենք բավականին հետաքրքիր եւ փորձառու անհատներ, ովքեր որ կիսվում են իրենց փորձառությամբ, ոլորտի առանձնահատկություններով եւ հիմնական գործունեությամբ։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին մեծ սիրով ուզում եմ ներկայացնել, որ այսօրվա մեր հիմնական թեման, ինչի շուրջ զրուցելու ենք, ավտոմոբիլաշինության հեռանկարները Հայաստանում բավականին հետաքրքիր եւ յուրօրինակ թեմա է, քանի որ մեր տաղավարից երբեք այս թեմային անդրադարձ չենք կատարել եւ այսօրվա իմ հյուրն է Ավստրիայից Փարիկյան Տիգրանը, բարև ձեզ։ Բարև ձեզ Ծովինար։ Պարոն Փարիկյան, շատ շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, գիտեմ, որ շատ կարճ ժամանակով եք Հայաստանում, բայց բավականին կարևոր ու առանցքային թեմա է եւ ձեր փորձառությունն էլ այս ոլորտում իրապես անգնահատելի է։ Մինչեւ հիմնական ոլորտային թեմաներին անցնելը կուզենայի մի փոքր ներկայացնեիք ձեր կրթական հենքը, գործունեությունը ու արդեն կանցնենք նաեւ մյուս թեմաներին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ինձ հրավիրելու համար։ Կարճ ներկայանամ, ես սովորել եմ ուրեմն պոլիտեխնիկական ավարտել եմ պոլիտեխնիկ ինստիտուտը, որից հետո ուրեմն զբաղվելով գիտությամբ տեխնոլոգիական թեզն եմ պաշտպանել այստեղ եւ նաեւ դասավանդել պոլիտեխնիկ ինստիտուտում մեխանիզմների մեխանիկայի ուղղությամբ, նաեւ ռոբոտոտեխնիկայով եմ զբաղվել։ 96 թվականից սկսած ես տեղափոխվել եմ Ավստրիա եւ մի կես տարի աշխատելով այնտեղ որպես հրավիրված պրոֆեսոր այնտեղ տեխնիկական համալսարանում, Գրաց քաղաքի տեխնիկական համալսարանում տեղափոխվել եմ արդեն ավտոմոբիլաշինությանը հարող մեծ գիտա այսպես ասած հետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական խոշոր կենտրոն, որը կոչվում է AVL եւ որտեղ որ աշխատում եմ մինչ օրս։ Ну, էլ ինչ, պաստորեն ես կարող եմ ասել միայն ինչով է զբաղվում կարճ ֆիրման եւ այսինքն դա մասնավոր ընկերություն է, բայց իրենից ներկայացնում է այդ մեծ կենտրոնը եւ պաստորեն աշխատում է ավտոմոբիլաշինության մասնակիցների հետ եւ իրենց ներկայացնում է ինժեներական ֆիրմա, այսինքն դա արտադրողական ֆիրմա չի, բայց ամբողջ ինժեներինգը եւ հետազոտությունները, մշակումները կատարվում են այնտեղ։ Շատ լավ, պարոն Փարիկյան, բավականին այսպես կարևոր անդրադարձ կատարեցիք, քանի որ նաև ուզում եմ հենց այս կարևոր կետը նշել մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, որ ձեր ուսումնառությունը դուք ունեցել եք Հայաստանում եւ քանի որ բոլորս վստահաբար գիտենք ու դա անժխտելի փաստ է, որ հայ ինժեներական միտքը իրապես աչքի է ընկել իր հետազոտական եւ կենտրոններով եւ այսպես հարուստ պատմությամբ։ Դուք էլ նաև ինչու ոչ այդ ժամանակահատվածում կարծում եմ շատ մեծ փորձառություն եք ունեցել ու նաև process-ների մեջ եք եղել։ Մի փոքր կներկայացնեք այս տարիների ընթացքում հայ ինժեներական միտքը որքանով է փոխվել, ինչ հեռանկարներ կան, ինչ մարտահրավերներ կան, դուք ինչպես կգնահատեք։ Իհարկե շատ բարդ թեմա է իրականում բացեցիք փաստորեն, այդ բացելուց հետո պետք է փորձել դա փակել։ Չէ, իրականում պետք է ասեմ, որ քանի որ ինժեներության մասին ենք խոսում, ինժեներական կրթության հիմնական ուղղվածությունը եւ իմաստը դա արտադրության մեջ այդ գիտելիքները ներբերնելն է եւ դրանով առաջ տանելը, հա։ Հիմա իհարկե եթե կապը սերտ է ժամանակ սովետական միության ժամանակ այս կամ այն չափով դա գոյություն ուներ, չնայած չափից դուրս շատ էր երևի պլանավորված, բայց այդ կապը կար, հետո կապը սկսեց կորել իհարկե եւ երբ որ չկա կոնկրետ պահանջարկ, բնականաբար ինժեներական կրթությունը նույնպես դրա տակ փոփոխություններ է կատարվում, այսինքն չկա այն մոտիվացիան, կարելի ասել, որ
որ ուսանողները եւ դասախոսները նույնպես զգան թե իսկ ինչի համար են նրանք այդ անում, հա։ Բայց չեմ ուզում որ այդ խուր նոտայի վրա ինչ որ փորձենք դա այս ձևով ինչ որ մեկնաբանենք, այլ ավելի շուտ դե գիտեք բոլորդ եթե խոսում ենք ավտոմոբիլային արտադրության մասին, ընդհանրապես ավտոմոբիլային այդ ոլորտը այս վերջին տարիներին եւ հիմա արդեն ապրում է բավականին, եթե չասենք կրիտիկական, ապա ինչա փոխակերպման մի ֆազայի մեջ ենք մենք, բոլորը գիտեն դրա մասին, այսինքն տրադիցիոն շարժաբերներից դեպի էլեկտրական շարժաբերներ, բոլոր այդ խնդիրները իրար հետ, դա ընդհանուր, այսինքն տրենդ է ամբողջ աշխարհում։ Եվ այստեղ երևի թե սա կարելի է համարել որ մի առիթ է նորից վերադառնալու այդ խնդրին ու մի հատ նորից հարցնելու իսկ քանի որ բոլոր կրիզիսները նաև իրար մեջ իրենց մեջ պարունակում են հնարավորություններ միգուցե մի հատ պետք է վերանայել իսկ ինչ կարելի է նորից անել Հայաստանում կարող է ինչ որ մի բան արվել Հայաստանում եւ ինչպես եւ ոնց հա մի փոքր անդրադառնանք, ասենք ընդհանրապես, եթե մենք խոսում ենք, ասենք առաջատար երկրների մասին, մենք ասենք մոտավորապես պատկերացնում ենք, թե ասենք Գերմանիա, Ֆրանսիա, բոլորը ունեն մեքենաներ, հա, մենք ասում ենք, որ ուրեմն դրանք առաջատար երկրներ են։ Եվ նաև որակի հետ են։ Եվ որակին իհարկե Ճապոնիա եւ այլ, չեմ ուզում բոլորը նշել։ Բայց կան ուրիշ առաջատար երկրներ, հա, լայվ ինդուստրիալ երկրներ, որոնք ավելի փոքր են կամ չունեն իրենց ուրույն այդ մարտկաները, մեքենաների, տեսնենք Ավստրիան, Բելգիան, կարելի է շարունակել, հա, Կանադան եւ այլն։ Բայց հիմա ինչ, իրանք ընդգրկված չեն։ Իրականում ընդգրկված են, որովհետեւ օրինակ, Ավստրիայի օրինակի վրա վերցնեմ, շարժիչաշինության մեջ, եթե ոչ ամբողջ մեքենան, ապա շարժիչաշինության մեջ առաջատար երկրներից մեկն է, հա։ Միգուցե դա այդքան այսպես ասած հայտնի փաստ չի, բայց նրանք բոլորը ինչ որ չափով ընդգրկված են։ Այսինքն, այստեղ իրականում թե ինչ նպատակ է դնում իր դեմ, կարելի է ասել երկիրը, հա։ Այսինքն երկրներ կան, որ կարող են այդ բանը անել, ամբողջ ցիկլը ունենալ, հա, ինչպես Միացյալ Նահանգներն են, ինչպես Գերմանիան է, ինչպես Ճապոնիան է։ Երկրներ կան, որ չեն կարող կամ նույնիսկ չեն ուզում, հա, նրանց համար բավարար է, որպեսզի ինչ որ մի մասը կազմեն այդ ամբողջ process-ի։ Եվ դա վատ չի։ Կան նաև լրիվ նոր բաներ, այսինքն այս էլեկտրական մեքենաների ի հայտ գալու հետ մեկտեղ նոր երկրներ են առաջանում, այսինքն Խորվաթիա, Վիետնամ, որոնք իրենց մեքենաներն են թողարկում արդեն պատկերացնում եք Ինչ համար նորություններ Վիետնամի նորություն մի տարի առաջ իմանալ որ Վիետնամում այդպիսի բաներ է կատարվում բայց մենք պետք է սովորենք արդեն այս մտքի հետ ինչ որ պետք է այդ մտքին պետք է ինչ որ քիչ թե շատ համակերպվել ընդունել եւ հասկանալ որ խաղը նոր է սկսվում այս նոր խաղը նոր է սկսվում եւ ինչու՞ չէ եթե նպատակներ կան, իսկ նպատակները ոչ թե կան ինչ-որ միտեղ, հա, այդ նպատակները դրվում են ինչ-որ մեկի կողմից։ Հիմա նպատակները կարող են դրվել իհարկե պետության, կառավարության կողմից, կամ մասնավորի։ Որովհետև այո, իհարկե, բայց կան դեպքեր, որ այնքան մեծ է այդ ոլորտը, որ դա այդտեղ ոչ միայն մեծ ֆինանսավորում, այլև նաև պետական հովանավորություն է պետք լինում, այդ ամեն ինչը ոնց որ ասած տեղից փոկելու եւ ընդհանրապես հասկանալու թե ուր ենք գնում, հա։ Իսկ ինչպես դուք ասացիք, նաեւ մասնավոր իհարկե ընկերությունները, նրանք հաճույքով կմտնեն այդ process-ի մեջ, եթե տեսնեն իրենց համար ինչն է այդտեղ իմաստը, վերջի շահույթ է բերում դա թե չէ եւ այլն եւ այլն։ Պարոն Փարիկյան, մեկ այսպիսի հարց ինձ մոտ առաջացավ, իհարկե ինքս խորհրդային միության տարիներին
չեմ կարող ասել բարեբախտաբար դժբախտաբար չեմ ապրել, բայց վստահաբար պատմությունները, որոնք որ կապված են եղել Խորհրդային Միության ժամանակ հենց ինչու ոչ նաև ավտոմոբիլաշինության ինդուստրիայի հետ մեզ հասել են առնվազն կրթական հաստատություններում եւ այլն անցել ենք ու նաև երազ ավտոմեքենայի օրինակը, որ վստահաբար կարծում եմ եւ տեխնիկական ոլորտի ուսանողները եւ նաև տնտեսագիտական այս ուսումնասիրել են։ Դուք նշեցիք Խորվաթիայի օրինակը, Վիետնամի օրինակը, որոնց մասին որ ընդհանրապես ավտոմոբիլաշինության քարտեզի վրա ոչ ոք չէր պատկերացնի։ Մենք ունեցել ենք այդ պատմությունը, այսինքն ունեցել ենք կուտակված գիտելիք, փորձառություն, մասնագետներ։ Հիմա ի՞նչն է խանգարում կամ ի՞նչն է մեզ պակասում, որպեսզի այդ ավտոմոբիլաշինության, այդ ինժեներական մտքի քարտեզի վրա մեր տեղը ունենանք։ Բացի նպատակից իհարկե արդեն շատ ճիշտ ձևակերպեցիք նպատակի սահմանումն է։ Մի կարճ անդրադառնամ ուղղակի պատմականին, ինչ որ դուք նշեցիք, երազ մեքենան իհարկե, հա, առաջի երազները ամեն դեպքում, բայց դուք գիտեք, որ դրանք փաստորեն այդ թիթեղի մասներ, այսպես ասած, Իրաններ այստեղ պատրաստվում, ամբողջ շարժական մասը, որը այն ինչ որ պատտվում է շարժիչը եւ իր ամբողջ այդ տրանսմիսիան իհարկե գալիս էր, այսինքն եւ ինչու, որովհետեւ դա ամենապարզ մասն էր, այսպես ասենք, հա, պարզ մասը ստեղ էին անում եւ մնացածը արդեն հավաքում էին։ Նշանակում է այն ժամանակ ուղղակի հանրապետությանը տված էր այդ ֆունկցիան, որ այդ մասը կարող է անել։ Հնարավոր կլներ այլ բաներ անել, իհարկե հնարավոր կլներ, բայց այդ դեպքում պետք են հատուկ նոր կոմպետենցիաներ են պետք, այսինքն եւ պետք է ասել, որ այնպես չի, որ դրանք չկային կամ չկան եւ պոլիտեխնիկ համալսարանում, ասենք, եւ այլ համալսարաններում որոշակի չափով այդ գիտելիքները կային եւ նաեւ ուսանողներն էլ դրանց մասին գիտեին, բայց սովետական շրջանից խոսեցիք, շատ բաներ մնացին այնտեղ։ Չնայած պետք է ասեմ, որ սովետական միության մեջ նույնիսկ առաջի փորձերից մեկը էլեկտրական մեքենա սարքել, հենց երազի, բայց այն նոր երազի կային, հիշում եք, ավելի քառակուսի տեսակի է ասեն սարքած։ Չեմ հիշում, բայց անցել են, այսինքն ուսումնասիրությունների նմանատիպ ուրեմն երազները փորձեցին նաև էլեկտրականացնել եւ եթե դա շարունակվեր, օժանդակվեր եւ այլն, կարող էր նաև մեծ, ասենք, մեծ հաջողության հասնել, բայց այդպիսի խնդիր դրված չէր։ Ամեն դեպքում, այսպես ասած, եթե ոչ գենետիկ, ապա ինչ որ պատմական հիշողությունը, հա, ժողովրդի մեջ երևի նստած է, այսինքն եթե այն ժամանակ կարելի էր անել, ինչի չի կարելի անել հիմա։ Անշուշտ, ինձ մոտ հենց այդ հարցադրումը առաջացավ։ Ուրիշ բան, որ պետք է մի, այսպես ասած, մի միթոս կա, մեքենաշինության հետ կապված ընդհանրապես եւ ավտոմոբիլաշինության հետ հատկապես, ուրեմն, երբ որ մեքենաշինությունը ինչ որ մեկը լսում, հա, այնտեղ չաշխատած կամ հիմի, ասենք, ժամանակակից մեթոդներով չաշխատած, մտածում է, ահա, դա ուրեմն ինչ են անում, դա երևի մետաղ են տաշում, ամեն ինչը յուղոտ, կեղտոտ եւ այլն, չէ՞։ Այսինքն զուտ այդ կլիշեն կա, այդ շտամպը, պետք է ասեմ, որ 25 տարուց ավելի աշխատելով մեքենաշինության, ավտոմոբիլաշինության մեջ, ես մի անգամ երկաթի ձեռքս կպած չկա, այսինքն այսօրվա ժամանակակից ավտոմոբիլաշինությունը դա առաջին հերթին կարելի ասել մեքենագիտություն է, նշանակում է, որ նախագծման եւ ուսումնասիրման մեթոդները, որոնք արվում են բոլորը կոմպյուտերային տեխնիկայի օգնությամբ, այսինքն պետք է պատկերացնել, որ այսօրվա մեքենագիտությունը եւ ավտոմոբիլաշինության այդ մասը դա բարձր high-tech է, այսինքն որտեղ ոչ միայն IT որպես այդպեսին, ոնց որ մենք գիտենք, հա, այլև գիտական մեթոդները եւ ամբողջ տեսությունը ֆիզիկական մոդելավորման բոլոր այդ գաղափարները ավելի գիտելիքահեն է։ Այո, ամեն դեպքում եւ նաեւ պահանջում են հատուկ գործիքներ, նշանակում է ծրագրային ապահովում, հատուկ ծրագրային ապահովում այդ ամբողջը անելու համար։ Ես ինքս ուրեմն այդ ամբողջ ժամանակ, որը ես նշեցի, այդ ընկերությունում ես ինքս աշխատում եմ աշխատել եւ աշխատում եմ մինչեւ հիմա այդ ծրագրային ապահովման մշակման պրոյեկտի մեջ։ Այսինքն մենք մեր արտադրանքը դա այդ սիմուլյացիոն սոֆթվերն է, որը
օգտագործվում է այլ ընկերությունների կողմից, շարժիչաշինական, ավտոմեքենաշինական ֆիրմաների կողմից, որպեսզի իրենք իրենց վերջնական արտադրանքը ստանան։ Իրենք իրենց արտադրանքը տան, այո։ Եվ դա նշանակում է այդտեղ բավականին ուրեմն գիտատար է, էլի այս ամեն ինչը, իսկ ինչ է դա նշանակում, որպեսզի դա հնարավոր լինի անել, չէ՞, համապատասխան մակարդակ է պետք, ուրեմն ուսուցման եւ ուրեմն research ասենք, հետազոտությունների մակարդակ եւ այլն, հա։ Այսինքն պետք է, եթե այդպիսի պայման է դրվում, այդպիսի այդ ձևով ենք ուզում մտնել այդտեղ, ուրեմն այս մասերը պետք է նույնպես համապատասխանաբար եւ մարդիկ են պետք լինելու, կադրեր են պետք լինելու, կադրային աշխատանք եւ այդ կադրերը պատրաստելու որոշակի միջավայր եւ ֆինանսական օժանդակություն, այդ ամեն ինչ, դա արդեն ըստ երևույթին այն ծրագրերն են, որը կարող է անել պետությունը, ինձ թվում է մի քիչ դա դժվար կլինի զուտ մասնավոր, այսինքն զուտ մասնավոր համալսարանը կարող է լինել իհարկե, նման բաներ նույնպես կարող է անել, բայց մի քիչ այդ տարածությունը ներդրումից արդյունք ստանալուց մի քիչ հեռու է եւ իրականում չի ընկած պետական այդ ամբողջ, այսինքն պետությունը չի, որ այդ փողը հետ է ստանալու, այլ արդեն մասնավոր ընկերությունները։ Պետությունը պետք է այդ բաները օժանդակի։ Հա, հիմա Կայելի հարց, եթե հարցեր իհարկե ինձ մոտ բավականին շատ առաջանում են, այստեղ լրացուցիչ հարց եմ ուզում տալ ձեզ, պարոն Փարիկյան, քանի որ Հայաստանի մասին էինք խոսում ու նաև ավտոմոբիլաշինության հեռանկարները Հայաստանում։ Ինձ մոտ միանգամից հարց առաջացավ մասնագետներ պատրաստելու մասով, քանի որ իրականում, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքի մեջ, ավտոմոբիլաշինությունը այլևս այդ երկաթը չէ կամ դրա այդ աշխատանքը չէ, այլ բարձր տեխնոլոգիական ոլորտ է։ Ոնց եք պատկերացնում այդ գիտելիքի փոխանցումը եւ երկրորդ կարևոր հարցադրումը այս համատեքստում մենք ինչ պետք է անենք, այսինքն դուք ոնց եք տեսնում Հայաստանում ինչ է պետք անել, որպեսզի այս ոլորտը զարգանա, հատկապես ինչպես որ արդեն քննարկեցինք, մենք պատմական բավականին հարուստ բան ունենք, հենք ունենք։ Դուք ոնց եք տեսնում։ Այսպես ասեմ, պատմականը մեզ կարող է, այսպես ասած, սիրտ տալ, որպեսզի այդ ուղղությամբ շարժվենք, հա։ Այսինքն մի ժամանակ կարողացել ենք ինչ-որ բան անել, լավ թե վատ, շատ թե քիչ, այդ ուրիշ հարց է, բայց սկսված էր եւ կարելի էր շարունակել։ Երկրորդ հարցը, որ իհարկե հանրապետությունը վակուումի մեջ չի գտնվում, այլ պետք է մի քիչ դուրս նայել, ինչ է կատարվում եւ ինչ է այդ ամեն ինչը անելու համար ինչ տեսակի գիտելիքներ են պահանջվում եւ այդ ուղղությամբ գնալ։ Այս իմաստով կարծում եմ, որ նաեւ արտասահմանում աշխատած կադրերը, նաեւ փորձառու կադրերը, որոնք հենց տվյալ ասպարեզում աշխատել են կոնկրետ հարցեր լուծելու համար, կարող են իրենց փորձը նաև փորձը կիսել, ասենք փորձի հիման վրա կարող են եւ դասավանդել եւ Իսկ ինչպես գտնել իրենց, պարոն Փարիկյան, կան ինչ-որ հարթակներ, համայնքներ կամ ինչ-որ Այդ շատ լավ հարց շոշափեցիք, որտեվ օրինակի տարբերություն էլեկտրոնիկայի մասնագետների կամ IT մասնագետների սովետական միության անհետանալուց հետո, որոնք ինձ թվում է իրանց մեջ համ ուժ գտան, համ երևի մի քիչ իրանց հեշտ էր, որտեվ այդքան նյութատար չէր նաև այդ արտադրությունը, այդ անկումը չապրեց ինչպես մեքենաշինությունը, նրանք կարողացան բավականին արագ կազմակերպվել եւ գոնե ունենալ ֆորումներ, այսինքն որտեղ որ կարող էին հանդիպել իրար, խոսել իրար հետ, շատ կարևոր եմ ես համարում։ Ցավոք սրտի մեխանիկա-մեքենաշինական պրոֆիլի մասնագետները նման ֆորում չեն ունեցել եւ չունեն դեռ, բայց ես կարծում եմ, որ շատ մոտ ապագայում դա կփոխվի, արդեն փոխվում է։ Եվ պետք է ասել, որ ուրեմն դիրքը սիտուացիան այստեղ այնպես չի, որ ոչ մի բան չի արվել։ Օրինակ ես ինքս նաև փորձել եմ նման կազմակերպել են նման հավաքույթներ, ես պետք է սկսեմ այդ կոնֆերանսից երևի
որը 18 թվականին մենք կազմակերպեցինք միջազգային կոնֆերանս։ Ну, իհարկե, որոշ չափով մասնակցությունը կար Պոլիտեխնիկի եւ ամերիկյան համալսարանի եւ դրսից մարդիկ կային։ Բայց դրանից հետո օրինակ նաեւ կազմակերպվեց UNIDO-ի հարթակի վրա մի տեղական, ուրեմն կազմակերպությունների, ֆիրմաների եւ նաեւ կառավարության ներկայացուցիչներից այդպեսի մի հավաք, որտեղ ես որոշ բաներ ներկայացրեցի, կար մի այլ ներկայացում նույնպես Կորեայի փորձի վրա, այլ շատ լավ էր, որովհետեւ ցույց տվեց ինչի կարելի է հասնել 0-ից, բայց ցավոք դա ավարտվեց մի քիչ այսպես մորացան մատնվեց, երևի ինչ որ չափով, ես չեմ ուզում դա քննադատել, այլ ուղղակի ասում եմ, որ դա միակ առաջի փորձն էր, պարզապես ստեղ մի բանն է կարևորը, նման ֆորումները դրանք չեն կարող լինել, այսինքն եթե մենք ուզում ենք որպեսզի նրանք ինչ-որ արդյունք տան, նրանք չեն կարող, այո, պետք է լինի շարունակական, պարբերական, այլ ոչ թե միանվագ ինչ-որ ակցիաներ, հա, այդ դեպքում նրանք հնարավոր է որոշակի բանի կբերեն։ Այսինքն նախ եւ առաջ պետք է մարդիկ իրար ճանաչեն։ Գտնեն, ճանաչեն։ Այո, հենց մենք իրար հետ, որտեղ հանդիպեցինք այդ այո, միջոցառման ժամանակ այսինքն ճիշտ է, այո, կարող ենք չհանդիպել, ճիշտ է։ Այսինքն գոնե այդ մասում մարդիկ պետք է իրար ճանաչեն, եթե նույն պրոֆիլի, ուրեմն մարդիկ են, անկասկած արդեն այդտեղ հետարքիր մտքերի փոխանակություն կարող է լինել, եւ մարդիկ կարող են տեսնել միգուցե կան նաեւ այսպիսի մոմենտներ, ասենք մեկ ասում է դե դու տեսա բան ես, իսկ մենք պրակտիկ ենք հենց ժամանակակից այդ մեքենաշինության մեջ կարևորը նա է, որ այդ երկուսն էլ կարևոր են լինում, որովհետև ֆիզիկական մոդելավորման մեջ, որտեղ շատ մաթեմատիկական ապարատ կա եւ այլն, այդ տեսականը նույնպես շատ մեծ դեր է խաղում, իսկ օբյեկտները ճանաչում են ինժեներներ, այդ համակցության ժամանակ ծնվում է հենց այն, ինչ որ պետք է հենց արտադրողին կամ արտադրությանը, հա։ Պարոն Փարիգյան, հաջորդ կարևոր հարցն եմ ուզում ձեզ ուղղել, տեսեք, դուք նշեցիք հենց Ավստրիայի օրինակը, որ միգուցե շատերը օրինակ ավտոմոբիլաշինության մեջ ավստրիական մեքենաներ չեն մտաբերում կամ ավելի շատ գերմանական, ճապոնական, հիմա նաև ամերիկյան եւ այլն, եւ դա պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում երկիրը արտադրում է դետալները, այսինքն այդ ամբողջ ինդուստրիայի մեջ ընտրում է ինչ-որ դետալների արտադրություն, ուղարկում է արդեն գործարան եւ դրանք սկսում են արտադրվել։ Հայաստանի հետ կապված եմ ուզում հարցադրում անել, տեսեք, մենք իրականում ունենք գիտահետազոտական շատ կենտրոններ, որոնք մանր դետալներ արտադրում են։ Վստահ ու անգիր չեմ կարող ասել դետալների անունները, բայց օրինակ, չգիտեմ, մանր էլեկտրոնիկայից սկսած մինչև ինչ-որ ավելի բարդ խնդիրներ լուծող, բայց ըստ էության դրա վրա Made in Armenia, այսինքն պատրաստված է Հայաստանում, չի նշվում, եւ դա նաեւ բերում է նրան, որ Հայաստանը այդ քարտեզում չի երևում։ Դուք ո՞նց եք մտածում, շատ ավելի ճիշտ է գնալ վերջնական պատրաստի արտադրանք ստեղծելու ճանապարհով, որ ստանաս ամբողջ ցիկլը, հանես միջազգային շուկա եւ քեզ այդպես ճանաչեն, թե ամեն դեպքում սա եւս նորմալ է, եւ դու ինչ-որ դետալներ ես արտադրում, այդպես էլ անհայտ ես մնում, վարակույրից այն կողմ ես մնում, բայց այդ ինդուստրիայի մեջ ունես քո դերը։ Ինչ-որ ամբիցիաների հարց է, երևի նաև։ Իրականում երկուսն էլ երևի ճիշտ է, այսինքն երկու հարցերի շուրջ էլ կարելի է մտածել, պարզապես այդ առաջինը, որը նշեցիք, եթե դու ուզում ես քո մարկան ունենալ եւ այլն, դա բավականին ամբիցիոզ բան է, հատկապես ավտոմոբիլաշինության մեջ, եւ ասում եմ նույնիսկ Ավստրիայի նման երկիրը ոչ բոլոր դեպքերում, կան դեպքեր, ես կնշեմ, բայց ոչ բոլոր դեպքերում է նույնիսկ գնում դրան, որովհետեւ չի համարում, որ դա իրան պետք է։ Եվ ինչու՞ չէ, եթե դետալներ, առանցին մասեր, վերջո աճելով, չէ, հանգույցներ եւ մեծ հանգույցներ հետո եւ այլն, եթե դուք կարողանում եք դա անել, որը եթե չվերցնենք ավտոմոբիլները, շատ ուրիշ դեպքերում հայերը բավականին մեծ փորձ են ունեցել եւ մեծ նաեւ ավանդ, այսինքն արբանյակների դեպքում, ասենք աստղադիտակության եւ այլն, հա։ Ինչու՞ չէ կարելի է կոոպերատիվ այդ ձևով, այսինքն կոոպերացիան գոյություն ունի, պետք է մտնել այդ կոոպերացիայի մեջ, այդտեղ արդեն կողմնորոշվել, տեսնել հնարավորություններ կան ընդլայնվելու եւ
փորձը հետս հետե լայնացնելով, խորացնելով կգա երևի մի պահ, որ կասեն, ահա, միգուցե կարող ենք նաև անել մենք ինքներս։ Ինչ կատարվեց Չինաստանում։ Չինաստանը ամենասկզբից արտադրում էր մեքենաներ, չէ, տեքստիլ էր արտադրում եւ պլաստմասե խաղալիքներ։ Նույնը Ճապոնիան, որը դե Ճապոնիան շատ ավելի վաղ, ճիշտ է, մոտավորապես Կորեան, հարավային Կորեան, բայց այնտեղ իհարկե հստակ պահանջ դրվեց եւ հստակ ուղղություն տրվեց պետության կառավարության կողմից։ Հիմա չվերցնելով շատ մեծ, ուրեմն հիմա ինչ որ անհասանելի նպատակներ։ Չէ, հասանելի են։ Միջալոց ամեն ինչն էլ հասանելի է։ Նպատակից է գալիս, նպատակը իհարկե պետք է լինի ռեալ, բայց ամենակարևորը պետք է արվեն կոնկրետ քայլեր։ Այսինքն նույնիսկ եթե պետք չի փորձել հենց մի անգամից վերցնել ու ամեն ինչը վերջացնել ինչ որ մի բանով, հա, պետք է ուղղակի սկսել։ Եվ այդ սկսելու մեջ օրինակ, ինչպես արդեն ես նշել էի, նախ գիտության եւ ել ավելի կարևոր, ուրեմն բարձրագույն կրթության դերը շատ մեծ է։ Այսինքն կադրերի պատրաստման հարցը պետք է լուծվի սկզբում, որպեսզի այդ գործերը արվեն։ Եվ շատերը կասեն, դե ախր Հայաստան էքսպորտ-իմպորտի հարցերն է դժվար, երկաթներ հո չենք ուղարկելու, բերելու, էլի եմ ասում։ Եթե խոսքը գնում է դիզայնի մասին, դիզայն ասելով նախագծում, հա, այսինքն նախագծում եւ հաշվարկում այդ սիստեմների, շարժիչի, ավտոմոբիլի մյուս մասերի, այդ ամբողջը արվում է էլեկտրոնային ձևով, այսինքն դրա կարիքը նույնիսկ չկա, այսինքն էլեկտրոնային ձևով, նույն ձևով, ոնց որ էլեկտրոնիկայի համար է արվում, կարվի նաև ավտոմոբիլային, այսինքն պրոյեկտներ են արվում։ Եվ այդպեսի փորձ արդեն եղել է, գիտեք, ես նոր բան չեմ ասում։ Կային ընկերություններ, միգուցե դեռ կան Հայաստանում, որոնք այդ բանը անում էին։ Ես ինքս անձամբ գիտեմ, որ կային, որոնք անում էին։ Մենք նույնիսկ ես պետք է ասեմ, որ Պոլիտեխնիկ ինստիտուտի հետ 2008-9 թվականներից սկսած երկու փոքր, ոչ մեծ, բայց երկու փոքր նախագծեր նույնիսկ ձեռնարկեցինք, որտեղ մեզ այնտեղ պետք էին որոշակի դետալների, ուրեմն քադով գծված մասեր, հա, եւ տենց շարժիչեր պետք է, այսպես ասած, նկարել, եւ իրանք էլ կարող էին այդ բանը անել։ Ու իրար հետ եկան համագործակցություն կարելի է նույնիսկ փոքր քայլերով համագործակցություն, բայց էլի եմ ասում, կարևորը այստեղ սիստեմատիկ լինի ամեն ինչ։ Օրինակ այդ երկուսից հետո ամեն ինչը մարեց մի տեսակ։ Շարունակականությունը կարևոր է, այո։ Բնականաբար, եւ այդ սիստեմ լինելու համար, ինչպես է նորից ասեցի, պետք է լինի որոշակի ֆորում, խմբավորվածություն պետք է լինի, չէ՞։ Մարդկանց եւ նաեւ ֆիրմաների միջև եւ նաեւ բարձրագույն կրթական հաստատությունների միջև եւ դա նախավարաճ կարող է ինչ որ գաղափարներ առաջ բերի, ինչ որ հնարավորություններ ստեղծի եւ այլն։ Եվ եթե կան նման դեպքեր, ինչպես օրինակ մենք հիմա, ինչպես արդեն ասել էի ձեզ, կուզենայի նաև այդ ծրագրի մասին այո նշեք։ Այդ կոնֆերանսը, որը մենք նախապատրաստում ենք եւ որը կանցնի սեպտեմբերին 17-ից 19, այդտեղ կլինեն բազմաթիվ արտասահմանյան, ուրեմն ներկայացուցիչներ 10 երկրներից, եթե Հայաստանը հաշվի չառնենք, չհաշվենք, ուրեմն բոլորը նույն ոլորտից են, պարոն Փարիգյան, հա, ավտոմոբիլաշինություն, ոչ բոլորը, չէ, սա մի քիչ ավելի լայն է, սա կոչվում է Mechanical Engineering Solutions, որը մոտավորապես կարելի է թարգմանել ինժեներական լուծումները մեքենաշինության մեջ, եւ այդ մասնագետները աշխատում են մեծամասնությունը տեխնիկական համալսարաններում, բայց նաեւ որոշակի ընկերություններում, ինչպես ես օրինակ, հա, եւ ներկայացուցչական այդ կազմը բավականին խոշոր է, ասեմ, ուրեմն կարող է թվել այդ երկրները երևի կարող ավելի հեշտ է կայքում նայել։ Ինչպես գտնեն, պարոն Փարիգյան, որտեղ գտնեն ինֆորմացիան ավելի մանրամասն, որ ովքեր որ հետաքրքրված են, նաև ավելի մանրամասն ուսումնասիրեն։ Կարող եք ձեր մոտ դնել
վերջում ձեր Բարի, հաղորդման վերջում հաղորդման QR կոդը համատեղ- կարող եք դնել, հա, Շատ կամ լավ։ լինքը։ Բարի։ Իրանք կարողանան այնտեղ մտնել եւ տեսնել որոշ ինֆորմացիաներ նաեւ թարմացվում են, իրենք միշտ տեղակ կլեն այս տվյալ պահին ինչ է տեղի ունենում։ Հիմա պետք է ամսաթվերը ֆիքսել սեպտեմբերի 15-ից 17-ը։ Բացի, ну, այսպես ասեմ, դա իհարկե գիտա ինժեներական կոնֆերանս է, պլյուս կոնֆերանսի մենք կանցկացնենք նաև մի փոքր ոչ շատ մեծ ցուցահանդես, որով ես հիմա լինելով ստեղ նաև զբաղվում եմ, այսինքն ով կլինեն այդ ցուցահանդեսի եկողները, սա կլի փոքր, սա դիջիթեք չի, բայց կոնկրետ ավելի ուղղված այն հարցերին, որոնց մասին ես ասեցի։ Շատ լավ, այստեղ նաև պարոն Փարիկյան, այդ դեպքում մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին կարող ենք այսպես ուղղորդել, ովքեր որ ինժեներական ոլորտում են կամ այս թեմաների հետ որևէ առնչություն ունեն, կարող են եւս մեկ անգամ ֆիքսել սեպտեմբերի 15-ից 17-ը, մենք անպայման հղումը կդնենք, կապ կհաստատեն եւ միգուցե կան ընկերություններ, որոնց մասին մենք այս պահին պատկերացում չունենք կամ չենք մտաբերում, իրենք կարող են կապ հաստատել ձեզ հետ համագործակցության համար։ Ես ուզում եմ նաև մյուս լրացուցիչ հարցը տալ, վստահաբար բոլոր ոլորտներում ասում ենք, որ երիտասարդությունը մեր ապագան չէ, ներկան է եւ բնականաբար շատ դեպքերում իսկապես նաև Հայաստանում միջազգային շուկայի մասով շատ չեմ կարող ասել, բայց Հայաստանում մենք ունենք մեծ այսպիսի բաց երիտասարդների մոտ դեպի գիտություն, դեպի ինժեներություն, հա, հետաքրքրությունը մեծացնելու համար, օրինակ, որ երիտասարդը ով 14-15 տարեկան եւ մասնագիտական կողմնորոշման ճանապարհին պետք է լինի, օրինակ, ինքը որոշի, որ պետք է լինի ինժեներ մեքենաշինության ոլորտում։ Ձեր խորհուրդը, ձեր ուղերձը, որտեղից սկսել, ինչ անել։ Եթե այլ կերպ հարցը վերաձևակերպեմ, եթե դուք լինեիք 14-15 տարեկան, ինչ խորհուրդ կուզենայիք ձեզ տային։ Ստեղ մոտիվացիայի հարցն է, այսինքն, հա, իրականում, այսինքն, ինչից է դա բաղկացած, դու միշտ նման ես գալիս ինչ-որ մի բան, որը քեզ ընդհանրապես հետաքրքիր է, որպես այդպիսին, հեռանկար ունի, աշխատանք կարող ես գտնել հետագայում, հա, բարձրագույն կրթությունը կամ ընդհանրապես կրթությունը այդ ուղղությամբ այստեղ հենց մատչելի է, հնարավոր է դա ստանալ այստեղ կամ ոչ շատ դժվարությամբ ինչ-որ միտեղ, բայց ուղղակի ինչ-որ միտեղ ստանալը, հետ գալը այդ մոմենտը կարող է միշտ չաշխատի էլի։ Ուզում եմ ասեմ, ստեղ իրականում թվում է, որ սիտուացիան բարդ է, բայց միաժամանակ այն շատ պարզ է, այն տեսակետից, որ այն մոմենտին, այն պահին, որ մարդիկ երիտասարդների մասին է խոսքը, երբ որ իրենք զգան, որ սա ասել, օրինակ քադ են ասովորում, այդ քադը մեխանիկական համակարգերին վերագրված, իրան վաղ կօգնի ISSS խնդիրներ լուծելու եւ մոտարապես այսա կլինի նրա աշխատավարձը, հավատացեք, այդտեղ կոնկուրս կառաջանա, էլի, այդտեղ մարդիկ կգնան իրար հերթ կլինի։ Այսինքն այստեղ հարց չկա, որ չեն ուզում կամ հետաքրքրված չեն, այդ հետաքրքրությունը կառաջանա, եթե լինի կոնկրետ, շոշափելի եւ հասանելի նպատակ, հա։ Իսկ որպեսի ամեն ինչը չթվա այսպես մի քիչ վերացական եւ մի քիչ էլ դե մենք sense ենք ասում, հա, մի քիչ Հայաստանը վերցնում ենք առանցին սովետական միությունն էլ որ ասում ենք, դե այն վաղ սովետական միությունն էր sense, եկեք մի քիչ նայենք փոքր դրվագ, էլի մի հատ sense, այդ մյուս նախկին սովետական միության հանրապետություններին։ Ուրեմն մի ամիս առաջ ես Տուրինում էի, Իտալիայում, որտեղ տեղի տեխնիկական համալսարանում հրավիրվել էի ասպիրանտների համար եւ մագիստրանտների համար կուրս կարդալու հատուկ, հենց այս շարժիչների եւ ուժային շարժաբերների ուղղությամբ եւ անսպասելիորեն ես տեսա ունկնդիրների մեջ երկու հոգի նաև ինչ որ միջին ասիական, այսպես ասած, ազգանուններով ցուցակում, հետո ես իրանց հետ խոսեցի իհարկե ռուսերեն, պարզվեց երկու հոգի էին, ջահել տղա եւ աղջիկ Ուզբեկստանից։ Մի քիչ խոսեցինք, ես ինչ ձևով եք ստեղ ինչ եք անում, պարզվեց, որ Տուրինի տեխնիկական համալսարանը համաձայնացնելով դա այնտեղի հետ, Ուզբեկստանի հետ,
չգիտեմ արդեն մինիստրության հետ, թե ում հետ, կրկնակի այսպեսի փոխանակման ծրագրեր են իրական։ Ունեն կրկնակի փոխանակման ծրագիր, այսինքն իրենք ժամանակի կեսը անցկացնում են ստեղ, ժամանակի կեսը այնտեղ, տանը Ուզբեկստանում, եւ այդ ամեն ինչը սկսում է աշխատել։ Այսինքն նույնիսկ իտալիական այդ համալսարանը ֆիլիալ ունի Ուզբեկստանում։ Հիմա հարց է առաջանում, այս ամեն ինչը հնարավոր է անել, թե չէ։ Այո։ Ինձ թվում է ռետորական հարց է, հա, երեք։ Ես այստեղ նաև մյուս հարց եմ ուզում եի ուղղել մեր համալսարանների հետ ինչ է արվում։ Քանի որ դուք բավականին մեծ փորձառություն ունեք ամերիկյան համալսարանի հետ, արդեն նշեցիք, որ ֆորումն է, որը որ պլանավորում եք, բայց մի փոքր ավելի հենքային ու շարունակական։ Ինչ նախագծեր կան, ինչ մտքեր կան Հայաստանի հետ, մասնավորապես կրթական տիրույթում։ Ես կարծում եմ, որ այսպես ասեմ, ես անցյալ տարի մի փոքր քչացնելով իմ աշխատաժամանակը ընկերությունում, որտեղ աշխատում եմ, ես հիմնեցի նաև իմ որպես ստարտափ, այսպես ասենք, իմ կենտրոնը, դա ուսումնահետազոտական կենտրոն կարելի է անվանել մեխանիզմների եւ մեխանիկայի տեսության, մեխանիկայի մեխանիզմների ուղղությամբ, որտեղ բացի ուրեմն մեքենաների, ավտոմոբիլներից մտնում է նաև ռոբոտոտեխնիկան օրինակ կամ մշակման պրեցիզիոն, ուրեմն ճշգրտային մշակման հարցերը, այդ են հարցերն են, որոնք ինձ հետաքրքրել են կամ որտեղ որ ես որոշակի փորձ ունեմ, եւ նման փորձը ես կուզեի տարածել նաև Հայաստանի վրա։ Ես կարծում եմ, որ պահանջարկը կա, եւ կարելի է նաև ստեղծել որոշակի հետաքրքրություն նաև ցուցադրելով թե սա սովորելով ինչի կարելի է հասնել, հա, ասենք կամ որը կարող են լինել, եթե միջազգային կոոպերացիայի մասին մտածենք, որտեղ կարելի է կիրառվել ինչ ընկերությունների հետ կամ համալսարանների հետ, որոնք են հետաքրքրված, որոնց հետ կարելի է այս նույն հարցերով զբաղվել, որովհետև այն ոլորտը, որի մասին ես պատմեցի, այսինքն ոչ միայն ֆիրմաներում է, չէ, այդ ամեն ինչը կատարվում, դա կատարվում է համալսարաններում շատ լավ։ Իհարկե, բուհական միջավայրում, այո։ Եվ պետք է ասեմ, որ ոչ միայն տեսական եւ ոչ միայն նույնիսկ հաշվողական, մեծ փորձարարակոնստրուկտորական մակարդակի վրա նույնպես։ Շատ լավ եւ պարոն Փարիկյան, վերջին հարցը ձեզ ուղղեմ, քանի որ շատ լայն ու այսպես բազմաբովանդակ հարցերից քննարկեցինք, այնուամենայնիվ Հայաստանի ավտոմոբիլաշինության ոլորտը 5-10 կամ ինչ որ ժամանակ հետո դուք ո՞նց եք պատկերացնում, որտեղ կլինի, ինչ զարգացումներ կլինեն մեր ներկայիս ունեցած ռեսուրսներով, հնարավորություններով, կիրառվող պոտենցիալով։ Հարցը մի քիչ նույնիսկ այլ կերպ երևի դնենք, հա, տեսեք, կամ ինչ կարելի է անել։ Ասում մենք պարփակված չենք ինչ որ աշխարհից անջատված չենք, չէ։ Բայց դա պետք է դառնա առաջնահերթություն։ Հա, բայց տեսեք, օրինակ հարցը ամբողջ նրանում է, ինչից ենք ելնում, ինչ ենք ուզում։ Այ եթե մենք ասում ենք սա ուզում ենք եւ սրան հասնելու համար, այսինքն նպատակը կա, խնդիրները կան, հա։ Հիմա նայում ենք ռեսուրսներին։ Կան այդ ռեսուրսները, չէ՞ չկան։ Եթե կան, շատ լավ է, սկսում ենք, եթե չկան, նայում ենք իսկ որոնք չկան։ Եթե չկան, կարող ենք դա դրսից բերել։ Դուք տեսնում եք, որոշ դեպքերում եթե բանվորներ են պետք լինում, Հայաստան բերում են, չէ՞։ Անշուշտ։ Իսկ ինչի չեն կարող բերել, օրինակ, գիտական աշխատողներ, որոնք շատ հաճույքով ինձ թվում է այստեղ նաև կարող էին լինել, պետք է իհարկե պայմանները համապատասխան լինեն, հա, բացի դրանից նայած երկիրը։ Եվ վերջի բանը, որպեսզի չմոռանամ, ես ուզում եմ ասել, որ այդ 18 թվականին, երբ որ մենք անցկացրեցինք առաջի կոնֆերանսը, այդտեղ իհարկե պետք է շնորհակալությամբ նշեմ, որ նաև սպոնսորների գտանք, բացի ամեն ինչից, թե պետության կողմից, գիտպետկոմը մեզ աջակցություն տրամադրեց եւ մի մասնավոր ուրեմն ընկերություն եւ ինչպես նաեւ Unidon օրինակ միջազգային կազմակերպություն։ Հուսով եմ, որ այս գալիք կոնֆերանսի համար մենք նույնպես նմանատիպ աջակցություններ կստանանք եւ հուսով եմ, որ դա
կիրականանա։ Վստահաբար մենք էլ նաև մեր ներդրումը կունենանք եւ ամեն բան կանենք, որպեսզի միջոցառման մասին ավելի շատ տարածում գտնվի, քանի որ մենք միջոցառման ժամանակ էլ որտեղ որ հանդիպեցինք ICC, հենց դրա մասին էինք խոսում, որ իրականում աշխարհի մի փոքր այլ պատկեր է, բայց Հայաստանում գիտություն, գործարարություն կապը իսկապես խզված է, որովհետեւ գիտությունը այլ ճանապարհով է գնում, չեմ ասի ընդհանրապես համագործակցություններ չկան, սա էլ շատ սխալ միտք կլինի, բայց այն ծավալը, այն հնարավորությունները, որը որ կան, իրապես շատ քիչ է օգտագործում եւ այստեղ ամենակարևոր բաներից մեկը նա է, որ ինչպես նշեցինք նաեւ մեր զրույցի ժամանակ, մարդիկ ստեղծարար, մարդիկ պետք է հանդիպեն ստեղծարար մարդկանց հետ։ Գիտության ոլորտը կրթության, կրթությունը գործարարության եւ այս շղթայի արդյունքում նաեւ նոր ապրանք, նոր նպատակներ, ինչու ոչ, այսպես ամբիցիոզ նպատակներ կարող են դրվել, որ այո, ինչ որ մի ժամանակ հետո մենք նաեւ պատրաստված է Հայաստանում ավտոմոբիլաշինության ոլորտում նաև ունենանք, էլի ինչու ոչ, եթե ունեցել ենք այդ ամբողջ գիտական պոտենցիալը ներուժը, նաև հանձինս ձեզ, ճիշտ է, դուք հիմա Հայաստանից դուրս եք, բայց ձեր ամբողջ գիտելիքը, փորձառությունը, ներուժը նաև ծառայեցնում եք Հայաստան աշխարհի զարգացմանը, ինչի համար եւս շատ շնորհակալ ենք ձեզ։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Գործարար ալիքի եթերում նորից անդրադարձ էին կատարում կրթության, գիտության, գործարարության ոլորտի եւ այսօրվա մեր թեման էր ավտոմոբիլաշինության ոլորտը, վերջինիս հեռանկարները Հայաստանում եւ իմ հյուրներ Ավստրիայից Փարիկյան Տիգրանը, ում մեծ սիրով հյուրընկալել էինք եւ նաեւ ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բավականին հետաքրքիր ու բովանդակալի զրույցի համար։ Ձեր վերջին միտքը մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Ես եմ շնորհակալ նախ առաջ, որպեսզի որ դուք ինձ հրավիրեցիք։ Մի փոքր միտք մնաց, երևի վերջում, որ կուզեի ասել, դուք ասեցիք, որ մեր ոչ թե ապագան, այլ ներկան արդեն երիտասարդներն են, բայց մի բան ուզում եմ նշել անպայման, որ դա չմոռանանք։ Բացի երիտասարդներից, հա, երիտասարդները իհարկե էներգիա ունեն, ուզում են ինչ-որ բանի հասնեն եւ այլն, չմոռանանք մեծ սերնդին։ Այո։ Այն մեծ սերնդին, որը իրականում ուրեմն գիտելիքի կրողն է, միգուցե նրանք այդքան մեծ էներգիա չունեն այսօրվա օրով այդ ամեն ինչ անելու, բայց պետք է չմոռանալ, եթե ուզում ենք չկորցնել այն գիտելիքները, որոնք նրանք ունեին, պետք է աշխատել մեխանիզմներ ստեղծել, մեխանիզմներ ամենակարևորը ստեղծել, որպեսզի այդ փոխանցումը կատարվի։ Դա շատ կարևոր է եւ այդտեղ կազմակերպչական հարցերի խնդիր կա, ինձ թվում է։ Շատ լիարժեք կիսում եմ, պարոն Փարիկյան, որովհետև ինքս էլ նաև կրթության ոլորտում լինելով միշտ նշում եմ այն կարևոր միտքը, որ իսկապես մեզանից մի փոքր ավելի մեծ սերունդը ունի այն յուրօրինակ փորձառությունը գիտելիքի տեսքով, որը որ հիմա շատ դժվար է ստանալ եւ նույնիսկ շատ դեպքերում իմ օրինակն էի միշտ բերում, ես ունեի դասախոսներ համալսարանում, որ իրենց տված գիտելիքը ոչ մի գրականության մեջ չէիր գտնի, պարզապես չէիր գտնի, այս լեն ու բոլ աշխարհում, երբ տեղեկատվության որոնման խնդիր գտնելու խնդիր ըստ էության չկա, բայց կար այսպես յուրօրինակ գիտելիք, ամենակարևորը փորձառություն, որը որ շատ կարևոր է, որ այո փոխանցվի նոր երիտասարդ սերնդին եւ միայն հաջողությունը կարող է լինել այդ երկու սերունդների ճիշտ ու արդյունավետ համագործակցության արդյունքում։ Ձեր ու ինչպես միշտ նշում եմ բոլորիս գործերին մեծ հաջողություն, ես ուզում եմ մեծ հավատ ունենալ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ առիթ կունենանք խոսել արդեն առաջին հայկական ստեղծված ինչ-որ նախատիպի մասին, հա։ Հուսով եմ ձեր հաջողություն եմ մաղթում ձեր ծրագրին։ Շնորհակալություն։